Լոռու մարզային գրադարանի շենքը 50 տարվա պատմություն ունի, իսկ Լոռու մարզում գրադարանների պատմությունը ավելի վաղ է ծնունդ առել։ Գրադարանային կենտրոնացված համակարգը հիմնվել է Ստեփան Զորյանի գրադարանի աղջիկը Վիպակի հերոսուհի Վերգինե Մխիթարյանի փոքրիկ ընտանեկան գրադարանի հիմքի վրա։ Առանձնանալով Լոռու մարզային գրադարանը տարիների ընթացքում ունեցած փոքր հավաքածուից գրականության թիվը հասցրել է 363,000 միավորի։ Գրադարանները հանդիսանում են ոչ միայն հասարակության, կրթական մշակութային հաստատությունների միջև կապող օղակ, այլ նաև սերունդների միջև կապող օղակ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունը կարևորելով գրադարանների կրթամշակութային դերի բարձրացումը, տեղեկատվական դերի բարձրացումը, բազմաթիվ բարեփոխումներ է իրականացնում, գրադարանները դարձնել ավելի գրավիչ եւ ավելի բազմաբովանդակ ծրագրեր իրականացնող հաստատություն։ Այցեքարտի փոփոխման խնդիր ունենք եւ մեր մարզի այցեքարտը պետք է լինի գիրքը, գրականությունը, մշակույթը, երաժշտությունը, սպորտը եւ մենք ունենք թե տաղանդավոր երիտասարդություն, թե ունենք մեծ հետ թողած ավագ սերունդ եւ ներկայանալու շատ բաներ կա հասարակ։ Մարդկանցից մինչև պատմամշակութային հուշարձաններ եւ մենք մեծ անելիք ունենք այստեղ։ Գրադարանի մասին մտածելիս նաեւ տեսաշարը դիտելիս մտածում էի, որ իսկապես շատ բարդ է 363,000 միավոր պահել առհասարակ եւ երևի թե դա անում են այլ մարդիկ, որոնք գիրքը սիրում են։ Գիրքը պետք է սիրես, որպեսզի կարողանաս պահել 363,000-ը։ Այսօր գրադարանում աշխատում է 70-ից ավելի աշխատակից։ Գրադարանը գրքաֆոնդում ունենալով տարբեր ժանրերի, տարբեր տարիքային խմբերի ու տարբեր նախասիրության գրքեր, տարեկան սպասարկում է 11,000 ընթերցողի։ 50-ամյակին ընթരാճ գրադարանը հանդես է գալիս նորությամբ։ 1975 թվականին մարզային գրադարանը հնարավորություն ունեցավ ունենալու իր սեփական շենքը, որը հենց այսօր էլ նշում ենք մեր գրադարանի շենքի հիմնադրման 50-ամյակը։ 50-ամյակին ընթരാճ մենք հրատարակել ենք մեր սեփական պարբերաթերթը, Լոռու մարզային գրադարան պարբերաթերթը, որտեղ պարբերաբար 6 ամիսը մեկ կհրատարակվեն մեր տաղանդավոր ընթերցողների ստեղծագործությունները, մեր տաղանդավոր գրադարանավարների ստեղծագործությունները, գրադարանային ոլորտին վերաբերվող նորություններ։ Կեսարյա պատմություն ունեցող շենքում իրականացվել է տարաբնույթ միջոցառումներ։ Այն իր հարկի տակ հյուրընկալել է արվեստի, մշակույթի ու այլ ոլորտների մարդկանց։ Լոռու մարզային գրադարանը շենքի հիմնադրման 50-ամյակի առթիվ շնորհակալագրերով պարգևատրեց մի շարք անձանց։ Միջոցառման ավարտին Բյայնա երգչախմբի եւ գրադարանի աշխատակիցների կատարմամբ հնչեց Լոռու մարզային գրադարանի հիմնը։ Այս հիմնով էլ Լոռու մարզային գրադարանը հիմք դրեց երգչախմբի գործունեությանը։ Բացի պարբերաթերթը, գրադարանը կունենա նաև երգչախումբ։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։